Այսօր մենք սովորենք ժամանակը ճշգրտելու համար նայել մեր էլեկտրոնային հեռախոսներին, ժամացույցներին և միանգամից հասկանալ, թե տարվա որ օրն է, որ ժամը, բայց հնում քանի որ այդ տեխնոլոգիաները զարգացած չէին, մարդիկ իրենց ժամանակը չափում էին տարբեր գործիքներով։ Ընդհուպ մինչև ուշ միջնադար օգտագործում էին արևի ժամացույցներ, ավազի, ջրի ժամացույցներ և այլն։ Ժամանակի հասկացողությունը ընդհանրապես ուղղակի կերպով կապված է աստղագիտության հետ։ Խոսքը այսօրվա աստրոֆիզիկայի մասին չէ, դասական աստղագիտության, որը իր մեջ ներառում է հիմնականում աստղերի շարժը, դրանց երկնային մեխանիկան և այլն։ Անցյալ դարի 20-րդ դարի հիմնական հնաստղագիտական ուսումնասիրությունները, որոնք կատարվել են Հյուսիսային Եվրոպայի, այսպես կոչված մեգալիթյան հուշարձաններում, որոնք բացահայտել են ուսումնասիրությունները բացահայտել են այդ հուշարձանների անմիջական կապը երկնային լուսատուների շարժի, խորացույցների և աստղագիտական նշանակության կարևոր կետերի, այսինքն տարվա կարևոր հանգույցների հետ, դրանք են գիշերը հավասարները, ամառային և ձմեռային արևադարձները, խավարումները և այլն։ Նման հուշարձաններ Հյուսիսային Եվրոպայում ուղղակի սփռված են մեծ քանակությամբ, դրանցից ամենահայտնիները Stonehenge-ն է, Էվբերին և այլն։ Եվ քանի որ մենք Հայաստանի տարածքում այսօր ունենք նմանատիպ մի հուշարձան, որը մինչ մեր օրերը կարելի ասել քիչ ուսումնասիրված է, այս խնդիրը վերհանելու և ուսումնասիրությունները շարունակելու ավելի խոր հիմքերով մեզ անհրաժեշտ եղավ ճշգրիտ չափագրական տվյալներ, որոնք բացակայում էին հրատարակված գրականության մեջ։ Թեպետ չափագրումներ եղել են 90-ականների վերջին մի քանի գիտարշավներ անցկացվել են Փարիզերենու գլխավորությամբ, որոնք վերցրել են հուշարձանից որոշակի չափական տվյալներ, սակայն դրանց ամբողջ այսպես ասած շտեմարանը հրապարակված չի, և խնդիր է առաջանում հուշարձանի աստղագիտական ուսումնասիրության հետ, երբ որ մենք կարիք ենք ունենում օգտվելու այդպիսի չափական տվյալներից։ Սա էր հիմնական պատճառը, որ 2020 թվականին որոշում կայացվեց ստանալ հուշարձանից առավելագույն տեղեկույթ չափական տվյալների, որի համար համաձայնագիր հուշագիր ստորագրվեց Ճարտարապետության շինարարության ազգային համալսարանի հետ, և մեկ շաբաթյա գիտարշավ անցկացվեց, չափագրվեց ամբողջ հուշարձանը։ Շատ կարևոր էր հասկանալ, թե ինչ տվյալներ են մեզ պետք, որպեսզի հուշարձանի ուսումնասիրությունը կատարվի աստղագիտական տեսանկյունից։ Այստեղ նորություններ չկան իհարկե, որովհետև մեզ հայտնի ուսումնասիրությունները արդեն մեծ հիմք են, հասկանալի է, թե ինչպիսի տվյալներ են օգտագործվում ընդհանրապես նմանատիպ հուշարձանների ուսումնասիրության մեջ։ Դրանք հիմնականում հուշարձանի կառուցվածքն է, բեմերի քանակը, դրանց դասավորությունը, դրանց վրա առկա որոշակի մշակված ուղղություններ, որոնք ուղղված են երկնակամարի որոշակի կետերի։ Երկրորդ կարևոր հանգամանքը դա հորիզոնի չափական տվյալներն են։ Երբ որ մենք ասում ենք հորիզոն, մենք պետք է տարբերակենք այստեղ մաթեմատիկական և իրական հորիզոնը։ Մաթեմատիկական հորիզոնը դա զերո նիշն է, այսինքն երբ որ մենք լեռնային պայմաններում ենք, իսկ հուշարձանը գիտենք, որ գտնվում է
լեռնային պայմաններում, խոսքը զորացկար հուշարձանի մասին է, լեռնային պայմաններում մենք ունենք հորիզոնի իրական պատկեր, որը որ տեսանելի է, այսինքն անզեն աչքով տեսանելի պատկեր։ Դա մաթեմատիկական հորիզոնից որոշակի բարձրություններ ունի, այսինքն ամեն ուղղությամբ բարձրությունը տարբերվում է միմյանցից։ Եվ այստեղ խնդիր է առաջանում բոլոր ուղղություններով ունենալ այդ բարձրությունները, դրանք անկյունային բարձրությունների մասին է խոսքը գնում, եւ դա մեզ հնարավորություն կտա պարզել, թե այդ ուղղությամբ եւ կոնկրետ այդ բարձրությամբ ինչպիսի լուսատուներ եւ երբ կարող էին ծագել կամ մայրուկներ։ Այս բոլոր խնդիրները մեզ մոտ ստացվեց այդ մեկ շաբաթի արշավի ընթացքում դուրս բերել տվյալների բազա եւ հիմա մշակումներ են կատարվում արդեն սենյակային պայմաններում համակարգչային ծրագրերի օգնությամբ մոդելավորվում է հուշարձանը եռաչափ պատկերով։ Քանի որ ժամանակակից գործիքային հնարավորությունները բավականին զարգացած են, մենք կարողացանք եռաչափ սկանավորել ամբողջ հուշարձանը։ Այսինքն ունեցանք էլեկտրոնային եռաչափ տարբերակ հուշարձանի, որի վրա կարելի է կատարել ցանկացած չափագրություն արդեն համակարգչային ծրագրերի օգնությամբ։ Երկրորդը 360 արշավ ազիմուտով չափագրվեց ամբողջ հորիզոնը մի քանի կետերից, որովհետև եթե մենք հուշարձանում կամ որևիցե մի տեղ քայլում ենք 50-100 մետր մեր դիրքը փոխում ենք կամ փոխում ենք բարձրությունը, ապա հորիզոնի բարձրությունը նմանապես փոխվում է։ Դա է պատճառը, որ մենք հորիզոնը չափագրեցինք մի քանի կետերից, որոնք համադրելով մենք կարող ենք ունենալ իրական հորիզոնի բարձրությունը հուշարձանի ցանկացած կետից, իսկ հուշարձանը մենք գիտենք, որ մեծ տարածք է զբաղեցնում, մոտավորապես ամբողջ հուշարձանը 20 հեկտարից ավել եւ դրա վիմակերտ մասը ավելի քան 7 հեկտար։ Այսինքն այստեղ մենք մի կետից մյուս կետը քայլելով որոշակի, իհարկե ոչ շատ մեծ, բայց էական տարբերություններ հորիզոնի փոփոխության ունենում ենք։ Բացի դրանից, այս 5 օրվա արշավի ընթացքում իհարկե բացի չափագրական տվյալներից աստղագիտական մասով զննություն կատարվեց հուշարձանի, պարզելու համար, թե ինչպիսի կառուցվածքներ կան, որոնք կարող էին ծառայել կամ հնարավոր է ծառայել են որոշակի լուսատուների դիտումների համար։ Նախկինում խոսում էր միայն հուշարձանի այն վեմերի մասին, որոնք իրենց վերնամասում անցքեր ունեն, այդ անցքերի որոշակի հստակ ուղղվածությունների մասին, խոսում էր հուշարձանի ընդհանուր կառուցվածքի մասին, որը բավականին լավ նկատառում է, որ կրկնում է կարապ համաստեղության պայծառ աստղերի կոնֆիգուրացիան որոշակի առումով։ Հետագայում պարզվեց, որ այդ համապատասխանությունը, եթե մենք հաշվի առնենք եւ ճշգրիտ հաշվարկներ կատարենք, ապա համապատասխանությունը մոտենում է մաքսիմալ ճշտության մեզանից 32,000 մոտավորապես տարի առաջ, որը չափազանց մեծ հնություն է եւ բավականին մեծ հարցերի շարք է առաջացնում, որովհետեւ նման հնության օրացույցային տվյալների մասին մենք կարելի ասել գաղափար չունենք եւ ամբողջ աշխարհում հայտնի չեն մեզ նման դիտումներ։ Երբ որ մենք ասում ենք, որ վերցնում ենք հուշարձանից աստղագիտորեն կիրառելի տվյալներ, խոսքը իհարկե որոշակի բարդ տվյալների ստացման մասին չէ։ Դա զուտ երկրաչափական եւ աշխարհագրական տվյալներ են։ Օրինակ, ինչպես է ուղղված անցքի ուղղությունը կամ վերջերս հայտնաբերված անկյունավոր վեմերի անկյունների ուղղությունները, երկնակամարի որ կետերին են դրանք նայում։
Այսինքն դա վեկտորային ուղղություն է, որը ունի երկու կոմպոնենտ. բարձրություն, անկյունային բարձրություն մաթեմատիկական հորիզոնից եւ ազիմուտ, այսինքն աշխարհագրական կողմնորոշում, այսպես ասած։ Դրանից բացի հուշարձանի ամբողջ եռաչափ կոմպլեքսը տեղադրվեց ճշգրիտ աշխարհագրական կողմնորոշմամբ, այսինքն հյուսիսի, հարավի, արևելքի եւ արևմուտքի ուղղություններով, որը մեզ հնարավորություն է տալիս միանգամից վեմի վրա որոշակի ուղղություն վերցնելով միանգամից ստանալ եւ ազիմուտը եւ դրա բարձրությունը։ Իհարկե, այստեղ բարդ խնդիրներ չկան լուծելու, որովհետեւ դա հստակ երկրաչափության մեթոդներ են, եռանկյունաչափություն, անկյունաչափություն, երկրաչափություն կիրառվում են երկրաչափական բոլոր հնարավոր տարբերակներ, այսինքն մենք բարդ ֆիզիկական կամ մեկ այլ բնույթի խնդիր լուծելու անհրաժեշտություն չունենք։ Եվ ստանում ենք վեկտորային ուղղություն, այսինքն իր երկու կոմպոնենտներով ազիմուտ եւ բարձրություն։ Սա տալիս է ուղղվածություններ, որոնք որ մենք արդեն ուսումնասիրում ենք դիտումների հնարավորությունը ճշտելու համար։ Բարեբախտաբար աստղագիտությունը այսօր այնպիսի զարգացման մակարդակ ունի, որ մեզ հնարավորություն է տալիս ակնառու կերպով դիտել, հաշվարկել բավականին հեշտ եղանակներով համակարգչային ծրագրերի նույնիսկ օգնությամբ հաշվարկել, թե ինչպիսի երկնակամար ենք մենք ունեցել մեզանից 10-20 հազար տարի առաջ։ Դրա համար հաշվի են առնվում որոշակի դասական աստղագիտության որոշակի հանգամանքներ, օրինակ երկրագնդի պրեցեսիայի կոմպոնենտը։ Պրեցեսիան դա երկրագնդի գալորապտույտն է, որը իրենից ներկայացնում է երկրագնդի առանցքի կոնաձև շարժումներ, շատ մեծ ժամանակային պարբերության ընթացքում, մոտավորապես 26,000 տարի պարբերության։ Սա է պատճառը, որ մենք տարբեր ժամանակներում նույն կետից ունենում ենք տարբեր լուսատուների ծագումներ։ Եթե հնում մարդը ժամանակի մեջ կողմնորոշվելու համար ամենապարզ եղանակը դա օրինակ գիշեր, ցերեկ, որը հաշվարկելի է։ Եթե մենք ունենայինք միայն ցերեկ, դժվար կլիներ ժամանակը հաշվարկել հին մարդու համար։ Երկրորդը դա արեգակի շարժն է հորիզոնով, տեսանելի շարժը, իհարկե հարաբերական շարժը մենք գիտենք, որ երկրագունդն է պտտում արեգակի շուրջ, եւ ահա տարվա ամբողջ արևադարձային տարվա ընթացքում արեգակը փոխում է իր ծագման կետերը։ Սա է պատճառը, որ մենք ամառներ ունենում ենք ցերեկների ավելի երկար տևողություն, քան գիշերների եւ ձմեռը հակառակը։ Ահա այս արեգակի ծագման կետերի, այսպես ասած, շարժը մարդը պետք է նկատեր դեռևս շատ հնում։ Նույնը վերաբերվում է նաև աստղերին, որովհետև տարբեր ժամանակներում, իհարկե ժամանակային միջակայքերը շատ ավելի մեծ են, քան տարեպտույտը, տարբեր ժամանակներում աստղերի ծագումների կետերը հորիզոնի վրա փոխվում են։ Մոտավորապես 50 տարի հետո աստղի խոսքը իհարկե պայծառ աստղերի մասին է, որոնք անզեն աչքով տեսանելի են։ Իհարկե նրանք անընդհատ են փոխում իրենց կոորդինատները հասարակածային, բայց անզեն աչքի համար դրանք տեսանելի չեն առնվազն 50-100 տարի։ Այսինքն շատ երկար ժամանակ մարդը կարող էր նույն կետից տեսնել նույն աստղի ծագումը, տարվա նույն օրը եւ նույն ժամին։ Որոշակի կարճ բարբերությամբ ասենք։ Եվ սա էր պատճառը, որ մարդիկ հետագայում սկսեցին ժամանակաչափումը կատարել ոչ թե արեգակի միայն շարժով, այլ նաև աստղերի ծագումներով։ Այսինքն դա ավելի կայունացրեց
ժամանակաչափման եւ ճշգրտել ժամանակաչափման մեթոդը։ Այսինքն մեզ հայտնի է օրինակ Միջագետքյան աստղացուցակներ, սեպագիր, որոնք վկայում են նման աստղերի ծագումները, անկումները, համաստեղությունների, արդեն ձևավորված համաստեղությունների առկայությունը, իսկ դա արդեն մենք խոսում ենք երկրորդ-երրորդ հազարամյակից նախքան Քրիստոս բավական մեծ հնության, որոնք դեռ հարցեր կան, թե ինչ զարգացումներ են ունեցել մինչև այդ ժամանակը, որովհետև այնտեղ արդեն ունենք ձևավորված մեթոդիկա դիտումների։ Մարդիկ չափում էին աստղերի հեռավորությունը մատներով, ձեռքերի օգնությամբ, այսքան մատնաչափ իրարից հեռու են եկան, սրանք բոլորը գրավոր վկայված աղբյուրներ։ Շատ կարևոր է ժամանակի հարցը։ Եթե մենք ասում ենք, որ տարբեր ժամանակներում ծագում էին տարբեր աստղեր, ապա նույն ուղղությամբ մենք տարբեր ժամանակներում կտեսնենք այդ նույն տարբեր աստղերը։ Ինչպես կողմնորոշվել, թե որն է դրանցից համապատասխանում, այսինքն որ ժամանակին եւ ինչ աստղ է դիտվել այդտեղ, գոնե առաջին մոտավորությամբ։ Սրա համար օգնության են մեզ գալիս հայկական մշակույթը, մասնավորապես օրացույցային մշակույթը, տոմարական։ Մենք գիտենք, որ ունենք հայկյան օրացույց, որը սկզբնավորվել է նախքան Քրիստոս 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին, ավելի ճշգրիտ 2341 թվականին նախքան Քրիստոսը, եւ օրացույցի սկզբի օրը, այսինքն տարեմուտի օրը նշանավորվել է այսօր մեզ հայտնի Օրիոն, հայկական աղբյուրներից հայկն համաստեղությամբ, Բետելգեյզե, այսինքն ամենապայծառ աստղերից մեկի ծագումով։ Ահա այս թվականը առաջի դիտարկելի թվականն է, եթե մենք ունենք հայկական լեռնաշխարհում հայտնի հուշարձան, որը որ հիմնավոր կերպով կապվում է օրացույցային գաղափարի հետ, ապա պետք է ճշգրտել դա ինչ կապ ունի հայկյան օրացույցի հետ, թե որևէ կապ չունի։ Դրա համար դիտարկվում է այդ թվականը։ Երկրորդ թվականը, որը որ մեզ հետաքրքրում է, դա նախահայկյան օրացույցի սկզբնավորման թվականն է, որը մի քանի տարի առաջ բավականին մեծ ճշտությամբ հաշվարկվել է եւ կազմել է նախքան Քրիստոս 9000 թվականը։ Իհարկե որոշակի սխալով, դա մոտավորապես 80 տարվա սխալ է, որը որ աստղերի ծագման ազիմուտների վրա էական ազդեցություն չունի։ Ան երկրորդ թվականը, որ մենք դիտարկում ենք որպես հնարավոր թվական, դա նախքան Քրիստոս 9000 թվականն է։ Եվ երրորդ թվականը դա այն թվականն է, երբ որ հենց Կարապ համաստեղության նախկինում հայկական աղբյուրներում հայտնի անգղ համաստեղության պայծառ աստղերից որոշները, դա ալֆան, ուրեմն գամման, բետան եւ էտա աստղերը, որոնք կազմում են անգղի գլխից մինչև պոչը։ Այդ համաստեղությունը հայտնի է նաեւ որպես հյուսիսային խաչ, եւ այս խաչի գլխից եւ մինչև պոչը շարված պայծառ աստղերը համընկել են մեր հուշարձանի տեղակայման աշխարհագրական լայնության տվյալների։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք ուղղակի թվային համընկման մասին չենք խոսում։ Եթե աստղի հակումը համընկնում է աշխարհագրական լայնության հետ, դա նշանակում է, որ աստղը բարձրանալով, ծագելով եւ բարձրանալով դեպի երկինք, անցնելու է զենիթի կետով, այսինքն ուղղաձիգ ամենաբարձր կետով։ Իսկ անգղ համաստեղությունը մենք գիտենք, որ նույն Հայասայի երկրում եղել է գլխավոր պաշտամունքային աստվածությունը եւ անհնար է, որ դրա դիտումները ինչ որ առումով
չլինեին ներգրաված հուշարձանի կառուցվածքում, եթե իհարկե ուսումնասիրությունները պարզեն դա ավելի մանրամասն։ Այդ աստղերի հակումները համապատասխանում են հուշարձանի տեղի աշխարհագրական լայնությանը 2 թվականներին, մեկը դա 5800 թվականն է նախքան Քրիստոսը, այսինքն մեզանից 7800 տարի առաջ, եւ երկրորդը 32000 տարի առաջ։ Եթե մենք հանում ենք այդ տարբերությունը, այսինքն 2 թվականների միջև եղած հեռավորությունը, դա կազմում է մոտավորապես 1 ամբողջ պրեսեսիան, այսինքն աստղը վերադառնում է իր նախկին դեպքին։ Իհարկե աստղերի սեփական շարժումներով պայմանավորված դա որոշակիորեն կոպիտ ասված բան է, քանի որ մենք գիտենք, որ աստղեր ունեն սեփական շարժումներ եւ միմյանց նկատմամբ դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում կախված է լինում դրանց դրանց անկյունային արագությունների փոխհարաբերությամբ եւ ուղղվածությամբ։ 3 թվականներն են, որ մեզ առաջին մոտեցմամբ հետաքրքրում էին, քանի որ դրանից ավելի հին ժամանակների մասին օրացույցային տեղեկույթ առհասարակ գոյություն չունի։ Թեպետ նախահայկյան օրացույցը իր կառուցվածքով եւ բարդությամբ թույլ է տալիս մտածել, որ նա պետք է ունեցած լինի իր նախատիպը եւ ավելի պարզ նախատիպը։ Նախահայկյան օրացույցի մասին նյութական վկայություններից մեկը դա քեթի հնավայրում պեղված մի սև փայլեցված խեցեղեն է, որը ունի իր վրա զարդապատկերներ։ Այս զարդապատկերներից մեկի վրա առկա են 365 կետեր, որոնք թույլ են տվել դրա առաջի հետազոտողին Համազած Խաչատրյանին մտածել, որ դա պետք է կապ ունենա օրացույցային գաղափարների հետ։ Զարդապատկերը իհարկե շատ հետաքրքիր են, այնտեղ կան թռչնի պատկերներ, վիշապներ եւ այլն, որոնց վերլուծությունը մանրամասն կերպով արել է Գրականի աստղադիտարանի պատմամշակութային հաստատության բաժնի վարիչ երջանկային Շատակ Գրիգոր Բրուցյանը եւ բացառիկ տեղեկույթ պարունակող այդ զարդապատկերը այսօր պարզվում է, որ որոշակի առնչություններ ունի Զորացքարեր հուշարձանի կառուցվածքային եւ գործառույթային առանձնահատկությունների հետ։ Քեթի խեցեղենը թվագրվում է նախքան Քրիստոս 32-ից 28-րդ դարերին, այսինքն սա վերաբերում է վաղ բրոնզի դարին եւ իհարկե այս թվականների համար, քանի որ հայկյան օրացույցը ավելի ուշ է սկզբնավորել, մենք պետք է մտածենք նախահայկյան օրացույցի մասին, որի կառուցվածքային առանձնահատկությունների հետ զարդապատկերը ուղղակի կապեր ունի եւ ուղղակի առնչություններ ունի։ Տեսնում եք, ինչքան կարևոր է հնագիտական նյութով հաստատել աստղագիտական երևույթները։ Այսօր, երբ որ մենք հուշարձանը հետազոտում ենք, դրանից ստացված տվյալները համեմատվում են բազմատեսակ եւ զուգադրվում են բազմատեսակ մշակութային ճյուղերից մեր ունեցած տեղեկույթի հետ, որոնցից առաջին ամենակարևորը դա հնագիտությունն է, այսինքն որտեղ ինչ են պեղվել եւ ինչպիսի առնչություններ դրանք կարող են ունենալ օրացույցային մշակույթի հետ։ Երկրորդը դա ազգագրական նյութն է, քանի որ մեր ազգագրական նյութում բազմաթիվ տեղեկություններ կան նախկինում առկա համաստեղությունների մասին, թեկուզ հենց վերադառնանք խոսենք մեր Սասնա Ծռեր էպոսի մասին, որը դեռ վաղուց է նկատվել, որ էպոսի հերոսները որոշակիորեն կրկնում են կենթանաշրջանի որոշ համաստեղություններ։
Այսինքն բանահյուսական նյութը մեզ տալիս է որոշակի տեղեկույթ, թե ինչպիսի համաստեղություններ են եղել եւ ինչ դեր են կատարել, ինչպիսի աստվածություններ են դրանք եղել։ Քանի որ հնում այդ աստվածությունները, ինչպես տեսնում, մենք գիտենք դա հունական դիցաբանությունից եւ այլն, աստվածությունները միանշանակ կապվում են երկնային համաստեղությունների հետ եւ այս բանահյուսական տեղեկույթը մեծ դեր ունի մեր հետազոտությունների լրացուցիչ հիմնավորման մեջ։ Բացի դրանից պատմական աղբյուրները շատ կարևոր են։ Շատ կարևոր են, թե պատմական աղբյուրներում ինչպիսի թեկուզ հենց մեր միջնադարյան մատենագրության մեջ ինչպիսի տեղեկույթ է պահպանվել կամ փոխանցվել, որը կարող էր վերաբերվել օրինակ նախաքյան օրացույցի կառուցվածքին կամ հայկյան օրացույցի կառուցվածքին։ Նախաքյան օրացույցի սկզբնավորում, երբ որ մենք ասում ենք, պետք է նկատի ունենանք, որ դա ինչպես հայկյան օրացույցի պարագայում, այս դեպքում ևս կապված էր որոշակի լուսատուի ծագման հետ տարվա որոշակի օրը։ Դա ամառային արևադարձից 8 օր առաջվա ժամանակն է, որը հնում հայկական օրացույցի մեջ կարևորագույն օրերից մեկն էր, երբ նշվում էր նավասարդի տոնը։ Այսինքն ամանորի օրը դա ամառային արևադարձից մեկ շաբաթվա առաջվա ժամանակն է, այսօրվա օրացույցով հունիսի 14-15։ Նախահայկյան օրացույցի պարագայում մենք գործ ունենք ոչ թե հայկն համաստեղության աստղերի հետ, այլ կույս համաստեղության ամենագլխավոր եւ ամենապայծառ աստղի հետ, որը կոչվում է Սպիկա եւ նշանակում է հասկ։ Ինչու եմ անդրադառնում այս աստղին, որովհետեւ երբ որ մենք սկսեցինք ուսումնասիրել հուշարձանը առաջի հայացքից, զարմանալիորեն այնտեղ կենտրոնական դիրք զբաղեցնող բեմերից մեկի անկյան ուղղությունը համապատասխանեց հենց նույն թվականի նախքան Քրիստոս 9000 տարի առաջ կույս համաստեղության Սպիկա աստղի արեգակնային ամբարձման օրվան ամառային արևադարձի։ Սա իհարկե զարմանալի եւ բացառիկ համընկում կարելի է համարել, որը թույլ է տալիս մեզ մեկ անգամ եւս համոզվել, որ նման դիտումները պետք է եղած լինեն իրողություններ։ Իհարկե այս մի ուղղությունը եւ այս մի աստղի հնարավոր դիտումը միակ ուսումնասիրության միակ արդյունքը չէ։ Բազմաթիվ նոր իրողություններ հայտնաբերվեցին հուշարձանում հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ որ մենք երջանիկ պատահականությամբ հայտնաբերեցինք այնտեղ դիտահարթակներ, որոնք շատ բնորոշ են նման հուշարձաններին։ Այդպիսի դիտահարթակներ նկարագրվում են Հյուսիսային Եվրոպայի մի քանի, իհարկե շատ տարածված չեն, բայց մի քանի հուշարձաններում նկարագրվում են։ Եվ Զորացկարեր հուշարձանում դիտահարթակներ հայտնաբերվեցին նաև մեր կողմից։ Ինչ է իրենց ներկայացնում դիտահարթակը։ Դա մի հորիզոնական դիրքով գետնին խրված սալաքար է, բավականին մեծ չափերի, որի վրա կանգնելիս նույնիսկ այնտեղ հարթակ կա, որի վրա նշված է, թե կոնկրետ որտեղ պետք է քայլել փոսության ձևով։ Երբ որ կանգնում ենք այդ փոսության մեջ եւ նայում ենք վեմերի շարքին, տեսնում ենք շատ հետաքրքիր մի երևույթ։ Որոշ վեմեր, որոնք հայտնվում են մեր տեսադաշտում, հավասարվում են իրական հորիզոնի ուրվագծի։ Այսինքն, եթե մենք փոխենք մեր դիրքը եւ ուրիշ կետից նայենք, դա այդ համընկումը խախտվում է։ Երբ որ կանգնում ենք նշված կետում, վեմերի վերնամասերը սկսում են կրկնել հորիզոնի ուրվագիծը եւ բավականին մեծ նմանությամբ։ Այսինքն, որտեղ որ ունենք լեռնագագաթ, այնտեղ վեմի ծայրը սրածայր է, որտեղ որ մենք ունենք փոսություն, այնտեղ վեմ փոսաձև է եւ այլն։ Սա շատ
հետաքրքիր էր եւ նման երևույթ ամեն դեպս գրականության մեջ գոնե ինձ հայտնի չէ եւ մենք ուշադրություն դարձրեցինք այսպիսի դիտահարթակների հայտնումը եւ այնտեղ հայտնաբերվեց առնվազն 3, եթե չասենք 4 չորրորդը որոշակի առանձնահատկություններ ունի, դրա համար այս խմբի մեջ չենք ուզում մտցնենք 3 նման դիտահարթակներ, որոնցից երկուսի ուսումնասիրությունը կարելի ասել ավարտված է եւ բացառիկ արդյունքներ են ի հայտ եկել կապված եւ նախահայկյան օրացույցի կառուցվածքի հետ եւ հայկյան օրացույցի պետք է այստեղ շեշտել, որ նախահայկյան օրացույցը դա երկրագործի օրացույց է, այսինքն այն կառուցված է երկրագործական մշակույթի փուլերի, դրա այսինքն վարի, ցանքսի, ժամանակներին ինչ աստղեր են դիտվել եւ հետեւաբար այդ աստղերին տրվել են նման օրինակ անվանումներ։ Օրինակ մենք հիշատակեցինք հասկը, միջակետքում հիշատակվում է նաև արդ համաստեղություն, այսինքն հենց հացի արդ, հացի դաշտ, որ այսօրվա Պեգաս համաստեղության պետք է։ Այսինքն ուսումնասիրությունները դեռ շարունակվելու են։ Մենք այս պահին հուշարձանի մոտավորապես ավելի քիչ քան 10% ուսումնասիրված, այն էլ ոչ ամբողջությամբ, այսինքն դրա որոշակի կոմպոնենտները եւ ես չեմ կարծում մի կյանքը բավական կլինի, որ ամբողջ հուշարձանը ուսումնասիրվի, որովհետեւ հուշարձանը շատ հարուստ է, ինչպես մեր մշակույթը, այնտեղ դեռ թաքնված գանձեր կան, որոնց պետք է հայտնաբերել եւ ինչու՞ չէ, ոչ միայն այս հուշարձանը, նաև մենք ունենք այլ վիմակերտ հուշարձաններ, որոնց չափագրությունները այս պահին ընթանում են։ Խոսքը մի վաղ բրոնզեդարյան հուշարձանի մասին է, որը գտնվում է Շիրակի մարզում։ Իսկ Շիրակի մարզում մենք բավականին մեծ վաղ բրոնզեդարյան հուշարձանների շարք ունենք, հնագիտական հուշարձանների։ Եվ շատ կարևոր է այդ հուշարձանի ուսումնասիրությունը ևս, խոսքը Հարթաշեն գյուղի մոտ գտնվող բեմերի շարքն է, որը առաջին մոտավորությամբ զննություն կատարելիս արդեն խոսում է դրա օրացուցային նշանակության կամ աստղագիտական նշանակության որոշ մանրամասների մասին, որոնց իհարկե մասին այսօր չենք խոսի, որովհետև դրանք դեռ ուսումնասիրման խոր ուսումնասիրությունների եւ չափագրությունների կարիք ունեն։ Ասելիքը հետեւյալն է, որ մենք ունենք հարուստ ժառանգություն, որը որ ուղղակի կարոտ է նման տիպի ուսումնասիրությունների։ Անձայրացիր մի աշխարհ, որ վերաբերվում է բանական մարդու գործունեությանը, իսկ բանական մարդու գործունեությունը այն էլ հայկական լեռնաշխարհում հետաքրքիր է ամբողջ աշխարհին, ոչ միայն մեզ։ Եվ այս հին ժամանակների մուտանցքերը բացահայտելու անհրաժեշտությունը այժմ եւ ես կարծում եմ դեռ երկար ժամանակ կմնա արդյունք։